Դադարեցրեք պատրաստել ճառագայթաբաններ։ 5 տարուց AI-ը նրանց կփոխարինի։ Սա AI-ի կնքահայր Ջեֆրի Հինթոնի հայտնի կանխատեսումն էր 2016-ին։ Դե ինչ, անցավ 10 տարի ու գիտեք ինչ եղավ իրականում։ Ուղիղ հակառակը։ Փոխանակ մարդիկ գործազուրկ մնային, ճառագայթաբանների թիվը Mayo Clinic-ում աճեց 55%-ով, իսկ ԱՄՆ-ում նրանց միջին աշխատավարձը թռավ մինչև տարեկան $520,000։ Հինթոնը չէր հաշվարկել Ջեֆենսի պարադոքսը։ Երբ տեխնոլոգիան ինչ-որ բան դարձնում է ավելի էֆեկտիվ ու մատչելի, դրա սպառումը ոչ թե նվազում է, այլ հակառակը թռիչքաձև աճում։ Քանի որ AI-ը թույլ տվեց կանավորումներն անել ավելի արագ, բժիշկները սկսեցին 60%-ով ավելի շատ հետազոտություններ նշանակել։ Արդյունքում AI-ը ոչ թե խլեց աշխատանքը, այլ ստեղծեց աշխատանքի հսկայական ծավալ։ Ու այսօր աշխարհում ոչ թե գործազրկություն է, այլ պատմական կադրային սով։ Ըստ The New Republic-ի, մինչև 2033 թվականը միայն ԱՄՆ-ում կարիք կլինի լրացուցիչ շուրջ 42,000 ճառագայթաբան։ Այնպես որ մի վախեցեք AI-ից, վախեցեք շինել այն մասնագետը, որը գիտի ինչպես օգտագործել AI-ը։ Իսկ թե ինչպես օգտագործել AI-ը, կպատմենք մեր հաջորդ ռիլերում։ Բաժանորդագրվիր։